Դեմ եմ հայտարարագրմանը հանրային ակցիան այս անգամ էջմիածնում էր։ Էջմիածնի տարածաշրջանի մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մանրամասն ներկայացրեց հայտարարագրման համակարգի վտանգներն ու դրանց ազդեցությունը մեր հասարակության վրա։ Որքան է պատահում տարվա ընթացքում, որ միմյանց փոխանցումներ ենք կատարում։ Զանգում եք միմյանց, ասում ենք մի հատ 10,000 դրամ, 20,000 դրամ, 100,000 դրամ եւ այլն փոխանցում կատարեք։ Կամ նույն գործողությունը իրականացնում եք այդ վճարաշվարկային կազմակերպությունների տերմինալների միջոցով։ Գնում կանգնում եք տերմինալի դիմաց եւ մուտքագրում եք կատարում։ Այս երկու պարագայում էլ ձեր բանկային հաշվին նստում են գումարներ, որը որևէ կերպ չի մեկնաբանվում որտեղից եկավ։ Եթե չի մեկնաբանվում որտեղից եկավ, ցանկացած նմանատիպ գումարի 20%-ը պետք է հարկ վճարեք։ Որովհետև դա կոչվում է այլ եկամուտ, այլ եկամուտները հարկային օրենսգրքի համաձայն ենթակա են 20% տոկոսադրույքով հարկման։ Նորից եմ կրկնում, դուք միմյանց միջև պարտքով փող եք փոխանցում, մեկը մյուսին նվիրատվություն եք փոխանցում, կամ այլ գումար, ուղղակի խնայողություն, տանը պահված կանխիկ գումար տանում, Telcel, EasyPay ապարատների միջոցով մուտքագրում եք կատարում, բանից պարզվում է, որ այդ գումարի 20% պետք է վճարեք պետությանը։ Գյուղատնտեսական արտադրանքի դեպքում, թե անասնաբուծություն, թե բուսաբուծության պարագայում։ Երբ որ դուք խաղողը մշակում եք, դրանից գինի եք պատրաստում, օղի եք պատրաստում, ծիրանից չիր եք պատրաստում, մուրաբա եք պատրաստում, կամպոտ եք պատրաստում, կամ ոչխար եք պահում, ոչխարը տարվա ընթացքում մորթում եւ վաճառք եք իրականացնում, դրանց բոլոր դեպքերում պետք է 20% արկ վճարեք։ Քանի որ մենք ապրում ենք անորոշությունների աշխարհում, անորոշ ապագայով ու շատ մեղմ ասած, շատ անգրագետ կառավարման համակարգում, մենք չգիտենք վաղը ինչ է լինելու, դրա համար շատ ավելի լավ է նաև դեմ եմ ակցիայի զուգահեռ ձեր իրավունքները պաշտպանված լինեն, այսինքն մաքսիմում միմյանց փոխանցումներ կատարելուց պարտադիր նշումը կատարեք նպատակ դաշտում, ինչ նպատակով եք փոխանցում։ Ընկերոջ պարտքով փող եք տրամադրում, գրեք փոխառություն։ Այսինչ ժամկետով, օրինակ, փոխառություն 3 ամիս ժամկետով։ Ենթակա է հետ վերադարձման մինչև հունիսի 15-ը պայմանական։ Նվիրատվություն եք տրամադրում, գրեք նվիրատվություն։ Եթե պետական մարմինը կլինի հարկային, կլինի մաքսային, կլինի պարեկ, ակտ է գրում, ակտի եթե բողոքարկում եք վարչական դատարանում, չպետք է ակտի գումարը վճարեք։ Սա ինչ է նշանակում։ Սա երաշխավորում է անձի իրավունքները, որ որևէ մեկը, քանի դեռ պարզված չի դուք իսկապես պարտավորություն ունեք թե չունեք, այդ անարդարության բացասական հետևանքը չկրի։ Այսինքն իրավական երաշխիք է նրա համար, որ դուք հանիրավի չգնաք հարկ վճարել, տուգանք վճարեք ինչ-որ։ Պատկերացրեք, պարեկը կանգնել է անձնական խնդիր ունի, ես շատ եմ լսել անձամբ այդպիսի դեպքեր։ Անձնական խնդիր ունի ձեր հետ, ինչ-որ մի հատ ակտ է կազմել։ Գալիս ասում է հեռախոսով ես խոսում, ասում է սուտ ես խոսում, այդ տղա հեռախոսով չէի խոսում։ Ասում է ամրակապված չէի, ասում է սուտ ես խոսում, ամրակապված էի։ Ծխում էի, սուտ ես խոսում, չէի ծխում։ Արագությունը գերազանցել ես, սուտ ես խոսում, չէի գերազանցել։ Մեքենան ոչ սթափ էիր քշում, սուտ ես խոսում, սթափ էի քշում։ Եվ այսպես շարունակ։ Հիմա ինչպես հավատանք, ով է սուտ խոսում։ Մենք, որ հակադարձում ենք պարեկին, թե պարեկը։ Սրա համար կա մի մարմին, դատարանը։ Դատարանը պետք է որոշի մեր երկուսից ով է ճիշտը ասում։ Գնում ենք 3 տարի կռիվ ենք տալիս, այս կակրաշ ճանապարհին գալուց Հայաստանի ես եմ նախաձեռնության խորհրդի անդամ Սերգեյ Ամիրխանյանի հետ զրուցելով գալիս ենք, խոսում ենք մի դատական ակտի մասին, որից զանգել էր վստահորդը եւ դատական նիստի օրներ հարցնում, որպեսզի ներկա գտնվի։ Դատական հայց է քննարկվում, 50 միլիոն մարդուն տուգանել են, անօրինական տուգանել են հարկային մարմնից 50 միլիոն դրամի մասին է խոսքը։ 10-րդ տարին է դատարանում կռիվ են տալիս։ 10-րդ տարին։ Պատկերացրեք, հիմա ընդ որում արդեն առաջին ատյանը հաղթած է, այսինքն ապացուցվել է, որ տնտեսվարողը կամ ում վրա որ ակտը գրել են ինքը արդար է, հռչակվել է նրա արդարությունը, բայց մինչև վճռաբեք դատարան դեռ պետքա գնա։ Այսինքն երաշխիք է մարդուն, որ կգնա իր արդարությունը դատարանում կհիմնավորի կապացուցի, ինքը չի վճարի այդ 50 միլիոնը։ Նոր փոփոխությունով ինչ են ասում, ասում այդ 50 միլիոնը բեր վճարի, հետո երբ որ կգնաս դատը կհաղթես 50 միլիոնը հետ կտանք։ Պատկերացնում ենք, այսինքն հիմա բերած օրինակի վրա եկեք պատկերացնենք 10-րդ տարին այս գործը քննվում է։ Այսինքն 10 տարի առաջ մարդը պետք է 50 միլիոնը վճարած լիներ, շուտով արդեն հույս ունենք, որ վճռը կստանանք։ 10 տարի հետո մարդու 50 միլիոնը հետ դիտային, որտեղից պիտի վճարեր։ Հիմա ինչու շեղում կատարեցի, որ էլի հետ կամ հայտարարագրերի համակարգին։ Եթե հանկարծ այս երկու օրենքները թույլ ենք տալիս, որ զուգահեռաբար ընդունվեն, գալու են ձեր վրա գրեն, հետո ասեն դե գնացեք վճարեք։
Կգնաք դատանում կբողոքարկեք, երբ դատը կհաղթեք, կբերեք փողնել, կգաք դիմում կգրեք, փողը ձեզ հետ կտանք։ Յուրաքանչյուր գործը առանց չափազանցնելու եմ ասում, յուրաքանչյուր գործը միջինում, որ քննվում է 4-ից 5 տարի է տևում։ Սա միջին տևողությունն է։ Բայց կոնկրետ դեպքի մասին նկարագրեցի, եթե ճանապարհին խոսակցություն չլիներ, չէի էլ հիշելու այդ դեպքի մասին։ 10 տարի տևում է։ Այսինքն գան ձեզ 3 միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն դրամով դու գան են, հետո ասեն դե գնա վճարի։ Երբ որ կշահես դատը հետ կվերադարձնենք։ Հիմա դրա համար պայքարը նաև ավելի պետք է սաստկացնենք, ուժեղացնենք, որ եւ եկամուտների հայտարարման համակարգ չեղարկվի, եւ այս նոր նախագիծը, որ բերել են քննարկման, չընդունվի։ Հայտարարման հետ կապված ցանկացած խնդրի դեպքում իրավական պաշտպանության անվճար պաշտպանության կազմակերպում իմիջայլոց, չգիտեմ տեսել եք թե չէ, Պետեկամուտների կոմիտեն հայտարարություններ տարածել հայտարարման վերաբերյալ ուսուցում էր կազմակերպում անձը 16000 դրամ։ Այսինքն մի հատ ձեզ են 50000-ը հիշում եք, չէ, որ ավելորդ պետքա ծառայություններից օգտվելու համար փող վճարեիք։ Բացի սա, հետո փորձում են ամբողջ իշխանական լծակներով, ամբողջ իշխանական այդպես անձնակազմով հիմնավորեն, որ սա լավ գաղափար է, մի հատ էլ մարդկանց ասում են դե 16000 դրամ էլ տվեք, որ գաք մենք ձեզ սովորացնենք ոնց հայտարարագիր լրացնենք։ Նորից փող են քերում ժողովրդից։ Դեպքեր են լինելու, երբ որ գործարարներին են տերորի ենթարկելու կամ գործարարներն աշխատակիցներին տերորի ենթարկելու։ Օրինակ, հարկային մարմինը գործարարին ասելու աշխատակիցներից տիպի, որ հայտարարագրեն, տնօրենն էլ աշխատակիցներին է ստիպելու, ասելու պարտադիր գնացեք հայտարարագրեք։ Նման դեպքերում երկու սուբյեկտի վերաբերյալ անվճար իրավական աջակցություն ենք ցուցաբերում։ Եթե որևէ բիզնեսի սեփականատեր կզգա, որ իրան փորձում են ահաբեկեն, որ ինքն էլ աշխատողներին ահաբեկի, մենք այս մարդու շահերը անվճար կպաշտպանենք։ Եթե աշխատակիցները, ովքեր որ իրենց վերադասից, ղեկավարից կստանան հրահանգներ, որ պարտադիր հայտարարեք, դա էլ անվճար կպաշտպանենք։ Որևէ մեկը չի կարող ձեզ պարտադրել, որ դուք հայտարարի լրացնեք։ Հիմա հանրային պայքար ենք անում, իրազեկում ենք անում, գործողություն ենք կատարում, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերն ենք պաշտպանում, բոլորս միասին մեկ բռունց ենք, միասնական ենք, բայց ուր ենք գնում։ Տրամաբանական հարց պետք է վերջում առաջանա, չէ՞, լավ հարց չկա, բոլորս միասին ենք, բոլորս ուժեղ ենք, որևէ մեկը չի կարող մեր դեմ դուրս գա։ Պահանջ ենք ներկայացնում։ Ասում ենք դու ես հիմա ժամանակավոր կառավարությունը, հա, հեսա կփոխվես, դա խնդիր չի, բայց դու հիմա պետք է կասեցնես առաջին։ Պահանջը պիտի կասեցնես։ Երկրորդ, հայտարարման համակարգի ենթարկել խորքային փոփոխությունների։ Ինչու ենթարկել խորքային փոփոխությունների, որովհետև հայտարարման համակարգը լավ բան է, եթե մենք ցանկանում ենք ժողովրդին օգնենք։ Ես եթե ցանկություն ունեմ որևէ մեկին օգնելու, պետք է նրա համար բարի բան անեմ, չէ՞։ Ոչ թե օգնության անվան տակ գնամ խաբեմ, հետո ձերքի վերջին կոպեկն էլ խլեմ ու հետ գնամ։ Եթե գնում եմ հարևանիս օգնելու, որ խոտը հնձեմ, եթե գնում եմ օգնելու, որ խաղողակաղին մասնակցեմ, չեմ գնում, որ երկու ящик խաղող գողանամ ու հետը ստանամ, չէ՞, գնում եմ բարի բան անելու համար։ Հիմա հայտարարման համակարգ պետք է բարի նպատակ հետապնդի, այսինքն ոչ թե պետական, ոչ թե մարդուց հայտարարման արդյունքում գողանալ 16000 դրամ, 30000 դրամ, 1 միլիոն դրամ, ոչ թե գողանալ տանել պետբյուջե, այլ հակառակը պետբյուջեի ներուժը ավելացնել, որպեսզի մարդիկ հայտարարեն ու դու տեսնես, որ այս տարի բերքը լավ չի եղել, վարկերը չի կարողանում այս մարդը սպասարկի, ջրի փողը չի կարողացել վճարի։ Ասես հայտարարագիր ներկայացրեցիր, տեսա, որ 500,000 դրամ քո մոտ պակասում է այդ ծառայությունների վճարը վճարելու համար։ Արկես 500,000 դրամ կտանես կվճարես։ Հաջորդ տարի շատ ավելի ուժեղ եռանդով կաշխատես։ Այսինքն երկրորդը փոփոխությունը վերաբերում է սրան, որ իրենք էլ են ընդ որում հենց հիմա հայտարարում, որ բարի նպատակ է հետապնդում։ Մենք ընդհանրապես ինչ ենք պահանջում։ Ստիպում ենք, ասում ենք բարի նպատակ է հետապնդում, բարի նպատակ միայն այսպեսին է լինում։ Դե գնա բարի նպատակ դեպի փոփոխություն կատարի։ Հանրային լայն իրազեկում հայտարարման հմտությունների փոխանցում։ Հիմա այս երկու կետը կատարելուց հետո մարդը պետք է ինքը կարողանա լրացնի հայտարարագիրը։ Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ բարի նպատակ է հետապնդում, որևէ մեկը ձեր բանկային գաղտնիքին պետք է հասանելիություն չստանա։ Պատկերացրեք, ես ձեզ եկել եմ ծառայություն եմ առաջարկել, ձեր հայտարարագրերը լրացնելու, բոլոր տեսակի փաստաթղթերն ապահովելու։ Ինչ տեղի կունենա, ներկաների բոլորի բանկային գաղտնիքների հասանելիություն կունենա, վաղ բոլորից շանտաժ կանեմ, կասեմ դե բեր մեկը 100,000 դրամ տուր։ Կամ ինչ շանտաժ կան, ինչ որ մեկը կգա կասի, չգիտեմ, աղբորը տղեն խաղացել փող ա գրվել։ Հենց հիմա սպանում ենք, բեր 1 միլիոն դրամ փող տուր։ Ինչ եմ անելու ես։ Ձեզանից յուրաքանչյուր ինչ է անելու։ Բոլոր հնարավոր անհնար միջոցներով փորձելու աղբոր տղու կյանքը փրկի, չէ՞։ Եվ դա նույնիսկ շատ դեպքերում մարդկանց կարող է դրթել վատ բառը չօգտագործեմ, ուղղակի ոչ օրինական գործողությունների։
Օրինակ զանգես մեկին շանտաժ անես, 100,000 բեր, որ տանեմ աղբորս տղու կյանքը փրկեմ։ Այսինքն պարզ դարձավ, չէ՞ որ անկախ ձեր կամքից նույնիսկ դա կարող է արտահոսել։ Հետևաբար ինչ ենք ուզում մենք։ Ասում ենք ոչ, անկախ նրանից իշխանությունն ով է, ազնիվ է, անազնիվ է, դավաճանա թե դավաճան չի, թե հայրենասեր է, թալանչյա թե թալանչի չի, կապ չունի ով է իշխանությունը։ Իրավական այնպիսի երաշխիք տանք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացու երբևէ վտանգ չսպառնա։ Այսինքն մարդկանց իրազեկենք, ասենք հայտարարագիրը սենց են լրացնում, այս գործարքի համար էսիշ փաստաթուղթներ ունենում, այնքան սա իրազեկենք, հետո փորձարկում կատարենք, տեսնենք մարդիկ կարողանում են բոլորը լրացնել, թե չէ նոր կարողանանք ներդրումը կատարենք։ Չէ, հակառակ որևէ պարագայում չի կարելի ներդնել այս համակարգը։ Ես նույնիսկ խոսեցի ամենալավագույն սցենարի մասին, որ մեր աղբոր տղեն խաղացող է։ Բա պատկերացրեք, այդ նույն ինֆորմացիան տրամադրում ենք Ադրբեջանին։ Մանավանդ հիմա։ Հայտարարագրման բազմաշերտ փուլային տարբերակի մշակում եւ տեստավորում, օրինակ ես կողմ եմ, երբ որ առաջինը սկսենք Բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այո, թող բոլոր պաշտոնյաները լրացնեն, հենց այսօր թող լրացնեն բոլորը։ Իրանք պիտի լրացնեն։ Հաջորդ փուլը կգան խոշոր բիզնեսմենները, կանստի սահուն կգնան, նոր կգանք արդեն միջին բիզնեսին։ Այսպես փուլային տարբերակով մինչև որ գանք հասնենք սովորական չարքաշ կյանքով աշխատող, արարող, ապրող մարդուն, 10-15 տարի կարող է հարկավոր լինի։ Ոչ թե բերենք պետական պաշտոնյային, այսինքն որը օժտված է լայն հնարավորություններով, լիազորություններով, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, ազգային ժողովի նախագահին, բերենք միանգամից գյուղում խաղող մշակող մարդու հետ, ասենք դուք երկուսն էլ միաժամանակ պիտի ներկայացնեք, չհասկացանք։ Դե եկեք պաշտոնի փոփոխություն էլ կատարեք։ Եվ այսքանը մշակելուց հետո արդեն նոր կողմ կլինենք հայտարարագրման նոր համակարգի ներդրմանը։ Մնացած բոլոր դեպքերում հետ քայլ չունենք, չենք թույլատրում ներդրումը կատարեն, առավել եւս արդեն խոսեցի նոր նախատեսող փոփոխության մասին։ Սա նույնիսկ դեռևս չծնված պետք է խեղդենք, թույլ չտանք այս փոփոխությունը կատարվի, եւ սրա հետ փոխկապակցված ցանկացած փոփոխություններ, ցանկացած բացասական երևույթների դեմ պայքարը տանում ենք այնքան ժամանակ, մինչև բոլորը հրաժարվեն։ Մենք բոլորս ասում ենք, լավ, ինչ մոտիկ է Եվրոպան, մանավանդ իշխանության թեզերով անդադ քարոզարշավ էին անում, ասում էին Եվրոպան այսքան մոտ չի եղել, մենք եվրոպական վեկտոր ենք որդեգրում եւ այսպես շարունակ։ Ասում էին կարող ենք $40 առնել կամ 40 եվրոյով առնել Իտալիայի տոմս, վիզայով գնալ Իտալիա, այնտեղ, չգիտեմ, ոչ թե հյուրանոցային ծառայություններից օգտվել, այլ հյուրատնային, որի համար կարող ենք ենթադրենք ծախսել 300 եվրո, եւս 300 եվրո կարող եք սնունդի վրա ձեր ծախսել, գնացեք Իտալիան, տեսեք, Վենետիկը տեսեք, հետ եկեք։ Գումարային $600 կամ 600 եվրոյի մասին է խոսքը։ Եթե դա վեր ենք ածում դրամի, դուրս է գալիս մոտավորապես 250,000 դրամ։ 250,000 դրամը պրինցիպի նորմալ է, որ 250,000 դրամով կարողանանք գնանք Իտալիա, եթե նույնիսկ 250,000 դրամ պրոբլեմ է տալիս, որոշում ենք մեզ մի քիչ այլ տեղերից էլ կտրենք, որպեսզի գնանք մի հատ Վենետիկը տեսնենք, գնանք մի հատ Մխիթարյան միաբանություն, ասենք Հայաստանի Հանրապետությանն է պատկանում, տեսնենք ու հետ գանք։ Հենց գնում եք դիում եք տիկին Ռիմայի գործակալություն եւ ասում եք, որ մեզ պետք է գնալ Եվրոպա, ասում եք դուք պետք է ունենաք վիզա, վիզայի համար պետք է ունենաք դրամական միջոցի մնացորդ բանկային հաշվին, ինչպես նաեւ շարժ։ Երկու հատ կարևորագույն նախապայման, որպեսզի կարողանաք վիզա ստանաք։ Երբեմն անհրաժեշտ է լինում 10,000 եվրո հենց հաշվին ունենալ, որպեսզի Եվրոպան, որպեսզի Իտալիան վստահ լինի, որ դու չես գնում այնտեղ հանձնվես, այլ կարող ես քո ծախսերը հոգալ, հետո հետ վերադառնալ։ Չունենք այս գումարը, որտեղից։ Գնում ենք հարևանից վերցնում ենք, բերում ենք, մուտքագրում ենք բանկային հաշիվ, դրանից մի տարի առաջ էր որ պլանավորել ենք 100,000 դրամ աշխատավարձ ենք ստանում, կանխիկացնում ենք, նորից գցում ենք, կանխիկացնում ենք, նորից գցում ենք, որպեսզի դեսպանատուն նայի թղթերն ուսումնասիրի, ասես մարդը լավ էլ ամսական բարձր եկամուտ ունի, տարվա վերջին էլ կուտակած գումար ունի, եկեք իր վիզան տանք։ Այսինքն հանուն վիզա ստանալու մենք պիտի դեռ չարչարվենք, բայց ուրիշի փողերով, պարտքով կամ մեր փողը մի քանի անգամ շրջանառելով։ 300,000 դրամից ընդամենը 100,000-ն էր ձերը հիշում ենք, աշխատավարձ 100,000-ն էր։ Այն մյուս 200,000-ը, քանի որ հիմնավորված չի, այդ փաստաթղթերն չեք կազում, դրա 20% պիտի հարկ վճարեք։ Մի հատ 200,000-ից, որը ձերը չի, ուղղակի կանխիկացրած մուտքագրած է, 40,000 արդեն հարկ առաջացավ։ Անգամ արեք 12, 40,000-ը, 470,000 դրամ։ 470,000 դրամ չունեցած փողից պետք է հարկ վճարեք, որ վիզա ստանաք։ Բայց 10,000 եվրոն որ պիտի տանեիք գցեիք, ձեր հարևանից պարտքով վերցել եք, տարել եք, գցել եք 2,000 եվրոն պիտի հարկ վճարեք։ Հետո տանեք, հանեք էլի տակ այդ մարդուն, այսինքն դուրս եկավ Իտալիան ձեր վրա նստեց, բացի այն 250,000 դրամը,
մոտավորապես տես 1.500.000 դրամ։ Մի հատ ինչ-որ հիմար որոշման պատճառով։ Այս ծրագիրը իհարկե մեր համար չէ, սա Ադրբեջանի համար է, սա Թուրքիայի համար է, որպեսզի հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարողանան ահաբեկված պահեն, որ հենց մեկը ցանկանա ասի ներողություն արտահայտության թքեմ ձեր ճակատին այդ իշխանություններ, նրանք կան ասեն դե արի հարկդ վճարի դե որ տես բան ասեցիր։ Նման պարագայում բաց են դարպասները Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, ասեն եկեք ժողովուրդ, այստեղ պարարտ հողա ձեր համար, եկեք այստեղ ապրեք, հայ ազգը չկարողանա հանդիմանա սրան։ Հիմա իհարկե մեր համար չի այս ծրագիրը, Թուրքիա եւ Ադրբեջանի համար է։ Լավ եղեք, պինդ եղեք,